Սրտի հանկարծակի կանգից մահացող յուրաքանչյուր երրորդ մարդ մահանում է քնած ժամանակ, իր անկողնում, առավոտյան ժամը 2-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանց մեծ մասը պարկել է քնելու իրեն միանգամայն նորմալ զգալով, սովորական երեկո, որը դարձավ վերջինը։ Դուք կարծում եք, թե դա վերաբերում է մեկ ուրիշին, ախտորոշում ունեցող մարդկանց, բայց իրենց առողջ համարող մարդիկ գիշերը մահանում են նույն հաճահականությամբ, քանի որ չգիտեն մի բան։ Գիշերը արյունը դառնում է ավելի թանձր, ճնշումն իրեն այլ կերպ է դրսևորում, իսկ անվնաս թվացող սովորությունները գործարկում են մի մեխանիզմ, որն աշխատում է լուսադեմին։ Այս մեխանիզմը կարելի է կանգնեցնել, մի փոքր շեղվելով սովորություններից։ Անունս Վարդան Պողոսյան է։ Ես բժշկական գիտությունների թվային դոկտոր եմ, և ամբողջ տեղեկատվությունը, որը ես տրամադրում եմ, հիմնված է միայն արդի գիտական հետազոտությունների վրա, բայց հիշեք, որ այն չի փոխարինում բժշկի այցին։ Եկեք սկսենք։ Երեկո է։ Դուք վերջապես տանն եք, ամբողջ օրը ոտքի վրա եք անցկացրել, գլուխը ծանրաբեռնված է գործերով և միայն հիմա կարելի է շունչ քաշել, նստել սեղանի շուրջ և նորմալ սնվել։ Տաք, հագեցնող ուտելիք, գուցե նաև քաղցրավենիք թեյի հետ, ջերմությունը տարածվում է մարմնով, կոպերը ծանրանում են։ Ծանոթ է։ Այսպիսին է միլիոնավոր մարդկանց երեկոն, և այսպիսին էր նրանցից հազարավորների վերջին երեկոն։ Երբ պարկում եք լիքը ստամոքսով, օրգանիզմը չի հանգստանում, այն աշխատում է։ Ստամոքսը մարսում է սնունդը, ենթաստամոքսային գեղձն ինսուլին է արտազատում, լյարդը մշակում է ճարպերը, արյունը հոսում է դեպի մարսողական օրգաններ, իսկ սիրտը ստիպված է այն ավելի ինտենսիվ մղել։ Զարկերակն ավելի բարձր է, ճնշումը ավելի բարձր, և այս ամենն այն ժամանակ, երբ սիրտը պետք է վերականգնվի։ Առատ, հատկապես յուղոտ և աղի սննդից հետո արյունը թանձրանում է, այն ավելի դանդաղ է հոսում անոթներով, և եթե դուք արդեն ունեք զարկերակների նեղացում, աթերոսկլերոտիկ վահանիկներ, որոնց մասին գուցե չգիտեք, ապա հենց գիշերն է այս մածուցիկության վիճակում տեղի ունենում խցանում։ 2001 թվականի հետազոտությունը ցույց է տալիս, որ աթերոսկլերոզով տառապող մարդկանց մոտ սրտի կաթվածի վտանգը ծանր սննդից հետո առաջին 2 ժամվա ընթացքում մեծանում է 4 անգամ։ Պատկերացրեք, դուք կերել եք 10:00-ին, պարկել եք 11:00-ին, սա գիշերային ռիսկի գագաթնակետն է։ Դուք քնած եք և ոչինչ չեք զգում, իսկ սիրտը գերծանրաբեռնված է աշխատում։ Ինչ անել։ Վերջին լիարժեք սնունդը պետք է ընդունել քնելուց 3-4 ժամ առաջ, ոչ թե 1 ժամ, այլ հենց 3-ից 4։ Այս ժամանակը անհրաժեշտ է, որպեսզի ստամոքսն ավարտի հիմնական աշխատանքը, ինսուլինը վերադառնա նորմայի, արյունը դադարի կենտրոնանալ մարսողական համակարգում։ Սա կալորիաների սահմանափակում չէ, այլ սնվելու ժամանակի վերաբաշխում։ Պարկում եք 11-ը, ընթրիքը 7-ին, գիսագիշերի պարկելու դեպքում ընթրիքը 8-ին։ Սա դիետա չէ, դա նրա համար է, որպեսզի սիրտը գիշերը հանգստանա, այլ ոչ թե արտաժամյա աշխատի։ Եթե քնելուց առաջ քաղց եք զգում, մի համբերեք, բայց և լիարժեք մի կերեք։ Կհամապատասխանի 1 բաժակ մածունը, ոչ քաղցր յոգուրտը, մի բուռ ընկույզը կամ առանց շաքարի տաք թեյ է։ Դա չի ծարաբեռնի մարսողությունը։ Ինչից խուսափել երեկոյան։ Յուղոտ սննդից, քանի որ այն երկար է մարսվում և թանձրացնում է արյունը։ Աղի սննդից, քանի որ այն պահում է ջուրը և բարձրացնում ճնշումը։ Քաղցրից, քանի որ ինսուլինի կտրուկ արտազատումը խաթարում է գիշերային վերականգնումը։ Դուք հիմա գուցե մտածում եք, սննդի հարցը պարզ է, բայց ես քնելուց առաջ ջուր եմ խմում, չէ՞ որ դա օգտակար է։ Բոլորն ասում են, այո, ջուրը պետք է շատ լինի, բայց այն ժամանակը, երբ դուք այն խմում եք, կարող է օգուտը վնասի վերածել և ստիպել ձեզ արտանալ ամենավտանգավոր պահին։ Խմեք ավելի շատ ջուր, մենք դա լսում ենք ամենուր, օրական 2 լիտր, ավելի լավ է 3, և դա ճշմարտություն է, բայց կա մի նրբերանգ, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում։ Կարևոր է ոչ միայն այն, թե որքան եք խմում, այլև կարևոր է երբ։ Մարդն ամբողջ օրը զբաղված է, աշխատանք, գործեր, վազվզոց, քիչ է խմում, որովհետև ժամանակ չկա, իսկ երեկոյան հիշում է, որ պետք է լրացնի նորման, և քնելուց մի քանի ժամ առաջ խմում է օրվա ծավալի կեսը, պարկում է և քնում։ Գիշերվա ժամը 3-ին արթնանում է լիքը միզապարկից, և ահա այստեղ է սկսվում վտանգը։ Մարդը կտրուկ նստում է, կտրուկ ոտքի կանգնում մթության մեջ, կիսաքուն, գնում է զուգարան,
Ինչ է կատարվում մարմնի հետ այդ պահին։ Երբ պարկած եք, արյունը հավասարաչափ է բաշխված, ճնշումը ցածր է, սիրտը աշխատում է խնայող ռեժիմով։ Երբ դուք կտրուկ ոտքի եք կանգնում, արյունը ձգողականության ազդեցության տակ սլանում է դեպի ներքև, դեպի ոտքերը։ Ուղեղը վարկյանի մի մասում ավելի քիչ արյուն է ստանում, անոթները զգում են ճնշման կտրուկ անկում, իսկ սիրտը հրատապ արագանում է դա կոմպենսացնելու համար։ Երիտասարդ եւ առողջ մարդու համար դա պարզապես տհաճ է։ Աչքերում մթնում է, գլուխը պտտվում է, բայց եթե դուք անցել եք 50-ից, եթե անոթներն այլևս այնքան էլ էլաստիկ չեն, եթե կա աթերոսկլերոզ կամ հիպերտոնիա, ապա այս թռիչքը կարող է լինել վերջինը։ Հենց այսպես են լինում գիշերային ինսուլտները, ոչ թե քնած ժամանակ, այլ վեր կենալու պահին։ Այս վիճակը կոչվում է օրթոստատիկ հիպոտենզիա, այսինքն ճնշման կտրուկ անկում հորիզոնական դիրքից ուղղահայացի անցնելիս։ 2019 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ այն հանդիպում է 30% դեպքերում, յուրաքանչյուր երրորդի մոտ։ Եվ մեծամասնությունը չգիտի, որ այն ունի, մինչև գիշերը զուգարան գնալու ճանապարհին չընկնի։ Սա կարող է վախեցնող հնչել, բայց պաշտպանվելը հեշտ է։ Ահա երկու կանոն։ Առաջինը խոնավացման կանոնն է։ Ջրի հիմնական ծավալը պետք է խմել մինչև երեկոյան 7-ը։ 7-ից հետո խմեք փոքր կումերով, եթե ծարավ եք, իսկ քնելուց 2 ժամ առաջ այն պետք է հասցնել նվազագույնի։ Սա չի նշանակում հանդուրժել ծարավը, սա նշանակում է ջուրը վերաբաշխել օրվա առաջին կեսին։ Երկրորդ կանոնը 30 վայրկյանի կանոնն է։ Արթնացել եք գիշերը, պետք է վեր կենալ։ Մի թռեք տեղից, նախ բացեք ձեր աչքերը, պարկեք մի քանի վայրկյան։ Դանդաղ նստեք եւ նստած մնացեք առնվազն 30 վայրկյան։ Թույլ տվեք անոթներին հարմարվել, թույլ տվեք սրտին սահուն արագանալ եւ միայն հետո դանդաղ ոտքի կանգնեք, բռնվելով մահճակալից։ Եվ եւս մեկ բան՝ լույսը։ Միանգամից վառ լույս մի միացրեք։ Վառ լույսը նույնպես հարված է ճնշմանը։ Օգտագործեք մեղմ լույսով գիշերային լամպ կամ հեռախոսի լապտերը ուղղված դեպի ներքև։ Այս կանոնները մանրուք են թվում, բայց հենց այսպիսի մանրուքներից է գոյանում գիշերային մահերի վիճակագրությունը։ Մարդը վեր կացավ, գնաց զուգարան ու ընկավ, կամ տեղ հասավ, իսկ վերադարձի ճանապարհին սիրտը կանգ առավ։ Իդեպ, եթե դուք գիշերն արթնանում եք ոչ միայն միզապարկի պատճառով, ուշադրություն դարձրեք, արթնանում եք օդի պակասից, սեփական խռմփոցից, թե այն զգացողությունից, որ խեղդվում եք։ Հիշեք սա։ 7-րդ մասում կվերլուծենք, թե դա ինչ է նշանակում, որովհետև դա կարող է լինել մի վիճակի նշան, որի մասին մարդկանց 90%-ը չի էլ կասկածում։ Իսկ այժմ այլ բանի մասին։ Դուք հանել եք ուշ սնունդը, սահմանափակել եք ջուրը 7-ից հետո, սովորել եք վեր կենալ դանդաղ, բայց կա մի հեղուկ, որը միլիոնավոր մարդիկ խմում են հենց երեկոյան, որպեսզի թուլանան, եւ այն գործարկում է գործընթացներ, որոնց մասին դուք նույնիսկ չեք գուշակել։ 1 գավաթ գինի երեկոյան։ Ինչը կարող է ավելի անվնաս լինել։ Օրն ավարտվել է, նյարդերը լարված են, եւ ահա դուք ձեզ մի փոքր կարմիր գինի եք լցնում, կամ գարեջուր, կամ ավելի թունդ բան։ Դուք չեք հարբվում, պարզապես թուվանում եք։ Գուցե նույնիսկ կարդացել եք, որ կարմիր գինին օգտակար է սրտի համար։ Մոռացեք դա։ Այնինչ ալկոհոլն անում է ձեր սրտի հետ գիշերը, ոչ մի կապ չունի թուլանալու հետ։ 2018 թվականի հետազոտությունն ուսումնասիրել է երեկոյան ալկոհոլի ազդեցությունը սրտի գիշերային աշխատանքի վրա, եւ գիտնականները վերլուծել են գրեթե 10,000 մարդու տվյալներ։ Արդյունքները ցույց են տվել, որ անգամ չափավոր չափաբաժինը 2 գավաթ տղամարդկանց համար, 1 կանանց համար, գործարկում է փոփոխությունների կասկադ։ Ճնշվում է նյարդային համակարգի այն հատվածը, որը պատասխանատու է հանգստի, վերականգնման եւ զարկերակի դանդաղեցման համար։ Դրա փոխարեն ակտիվանում է ստրեսի համակարգը, նվազում է ճնշումը կարգավորող մեխանիզմի զգայունությունը։ Արդյունքում զարկերակը գիշերը րոպեում 7 հարվածով բարձր է լինում, ինչը մանրուք է թվում։ Հաշվեք, րոպեում 7 հարվածը դա 420 հարված է ժամում, 8 ժամ քնի ընթացքում դա 3400 ավելորդ հարված է։ Հարվածներ, որոնք սիրտը կատարում է ոչ թե նրա համար, որ դուք վազում եք, այլ որովհետև դուք մի գավաթ խմել եք թուլանալու համար։ Գիշերվա երկրորդ կեսին վիճակը վատանում է, ալկոհոլը սկսում է դուրս գալ եւ սիրտը ստանում է երկրորդ հարվածը։ Ճնշումը, որը սկզբում ընկել էր, հիմա կտրուկ բարձրանում է։ Կանանց մոտ այս ազդեցությունը հատկապես վառ է արտահայտված։ Սիստոլիկ ճնշումն առավոտյան ժամերին երեկոյան ալկոհոլից հետո զգալիորեն բարձր է նորմայից։ Գոյություն ունի տոնական սրտի համախնդանիշ տերմինը։ Այսպես են անվանում առիթմիան, որն առաջանում է ալկոհոլի առատ օգտագործումից հետո։
Նախասրտերի ֆիբրիլյացիան այն է, երբ սիրտը բաբախում է քաոսային, ոչ սինխրոն։ Տերմինն ի հայտ է եկել 1978 թվականին, երբ բժիշկ Փիլիպոս Էթինգարյանը նկատել է մի օրինաչափություն։ Մարդիկ ընդունվում էին արիթմիայով տոներից և հանգստյան օրերից հետո։ Դա պատահում է անգամ երիտասարդ առանց ախտորոշումների մարդկանց մոտ։ Խմել են սովորականից շատ, առավոտյան սրտի ռիթմը խախտվել է։ Եվ ևս մեկ ազդեցություն, որի մասին քչերը գիտեն։ Ալկոհոլը միզամուղ է։ Այն ստիպում է երիկամներին ավելի շատ հեղուկ դուրս բերել, իսկ հեղուկի հետ հեռանում են էլեկտրոլիտները, մագնեզիումն ու կալիումը, հանքանյութեր, առանց որոնց սիրտը չի կարող կայուն ռիթմ պահել։ Դուք խմեցիք մի գավաթ գինի, զգացիք ջերմություն, իսկ մարմինը կորցրեց այն, ինչ անհրաժեշտ է հավասարաչափ սրտքփոցի համար։ 6-րդ մասում մանրամասն կվերլուծենք, թե ինչպես է դա աշխատում, բայց արդեն հիմա հիշեք այս կապը՝ ալկոհոլ երեկոյան, մագնեզիումի կորուստ գիշերը, անկայուն ռիթմ լուսադեմին։ Դրան ավելացրեք այն, որ արյունը ալկոհոլից հետո հեղուկ է կորցնում և դառնում ավելի թանձր, և գիշերային ռիսկի պատկերը կդառնա ավելի ամբողջական։ Շատերը մտածում են, դե խմեցի, ինչ կա որ, բոլորն էլ խմում են, բայց մի բան է իմանալ, որ ալկոհոլն ընդհանուր առմամբ վնասակար է, և բոլորովին այլ բան է հասկանալ, թե կոնկրետ ինչ է այն անում ձեր սրտի հետ այս գիշեր։ Ինչ անել, եթե խմում եք, առնվազն 4 ժամ քնելուց առաջ, ոչ թե 2, այլ 4, որպեսզի ալկոհոլի հիմնական մասը մարսվի մինչև ձեր պարկելը։ Յուրաքանչյուր գավաթի դիմաց 1 բաժակ ջուր փոխհատուցման համար, բայց ոչ քնելուց առաջ, այլ ավելի շուտ մինչև երեկոյան 7-ը, և ամենաարդյունավետը ալկոհոլը բացառել աշխատանքային օրերին։ Թողեք այն հանգստյան օրերի և հատուկ առիթների համար։ Ձեր սիրտն ամեն գիշեր անցնում է կրիտիկական ժամանակաշրջան 2-ից մինչև առավոտյան 6-ը, և նրան լրացուցիչ ծանրաբեռնվածություն պետք չէ, և այսպես դուք ժամանակին ընտրել եք, սահմանափակել եք ջուրը, հանել եք ալկոհոլը, պարկել եք ու փակել աչքերը, բայց այն, թե ինչպես եք պարկած, մեջքի, կողքի, թե փորի վրա, կարող է պարզվել, որ ավելի կարևոր է, քան այն ամենն, ինչ արել եք մինչ այդ։ Դուք պարկել եք, սենյակը լուռ է, աչքերը փակ են, շնչառությունը դանդաղում է։ Թվում է, թե հիմա ձեզանից ոչինչ կախված չէ, և մարմինն ինքը գիտի ինչ անել, բայց դա այդպես չէ։ Դիրքը, որով դուք քնում եք, ազդում է սրտի վրա ավելին, քան դուք մտածում եք։ Մեծամասնությունը քնում է այնպես, ինչպես սովոր է։ Մեջքի վրա, ձեռքերը տարածած, կողքի վրա, ձեռքը դնելով բարձի տակ, կամ կծկված, դա ճաշակի հարց է թվում, բայց սրտի և անոթների համար տարբերությունը հսկայական է։ Ամենավտանգավոր դիրքը մեջքի վրա պարկելն է։ Երբ դուք պարկած եք մեջքի վրա, լեզուն և ըմփանի փափուկ հյուսվածքները թուլանում են և ձգողականության ազդեցության տակ տեղաշարժվում դեպի հետ։ Շատերի մոտ դա հանգեցնում է շնչուղիների մասնակի փակման, և դուք սկսում եք խռմփացնել։ Խռմփոցը պարզապես ձայն չէ, դա օդն է, որը դժվարությամբ է անցնում նեղացած կոկորդով։ Ուղեղն ու սիրտը ստանում են ավելի քիչ թթվածին, իսկ մարդկանց մի մասի մոտ տեղի է ունենում շնչուղիների ամբողջական փակում։ Շնչառությունը կանգ է առնում 10 վայրկյանով, սկսանով, երբեմն նույնիսկ 1 րոպեով, հետո լինում է ջղաձագային ներշնչում։ Դուք կարող եք նույնիսկ չարթնանալ, և ամեն ինչ կրկնվում է։ Սա քնի ապնոեն է, վիճակ, որը վերահսկողության բացակայության դեպքում զգալիորեն մեծացնում է հանկարծամահության վտանգը։ Նույնիսկ առանց ապնոեի մեջքի վրա դիրքը խնդիրներ է ստեղծում։ Խոշոր հետազոտությունը, որն անցկացվել է 1995-ից 2008 թվականներին և ընդգրկել է ավելի քան 6000 մարդու, ցույց է տվել, որ հիմնականում մեջքի վրա քնող մարդիկ ավելի հաճախ են տառապում քնի ընթացքում շնչառական խանգարումներից։ Շատերի մոտ այս դիրքում ճնշումն ավելի բարձր է, և սիրտը ստիպված է ավելի ինտենսիվ աշխատել։ Մեկ այլ 2015 թվականի հետազոտություն ուսումնասիրել է ինսուլտ տարած մարդկանց։ Նրանց 73%-ն ունեցել է քնի ապնոե, և մեծ մասը քնել է մեջքի վրա։ Երբ նրանց շրջում էին կողքի, շնչառության կանգերի քանակը կրճատվում էր կրկնակի։ Ինչ է կատարվում կողքի պարկած ժամանակ։ Շնչուղիները մնում են բաց, լեզուն կուլ չի գնում, օդն ազատ անցնում է, սիրտը ստանում է թթվածին, իսկ ճնշումը դառնում է ավելի կայուն։ Ոչ թե մոգություն, այլ ֆիզիկա և անատոմիա։ Հաճախ հնչող հարց. որ կողքի վրա է ավելի լավ քնել, ձախ թե աջ։ Տվյալները միանշանակ չեն։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ձախ կողքի վրա քնելն առաջացնում է աննշան փոփոխություններ սրտի էլեկտրական ակտիվության մեջ։ Սրտային անբավարարություն ունեցող մարդիկ հաճախ ինտուիտիվ կերպով խուսափում են ձախ կողքից, քանի որ անհարմարություն են զգում։
Մյուս կողմից, ձախ կողքն ավելի լավ է մարսողության համար եւ նվազեցնում է այրոցը։ Ընդհանուր առաջարկությունը հետեւյալն է. եթե չկա սրտային անբավարարություն, քնեք այն կողքի վրա, որի վրա ավելի հարմար է։ Գլխավորը ոչ մեջքի վրա։ Եթե կան սրտի հետ կապված խնդիրներ, փորձեք աջ կողքը եւ հետևեք զգացողություններին։ Եթե կողքի դիրքը ցավ է առաջացնում մեջքի կամ հոդերի շրջանում, իմաստ ունի դա քննարկել բժշկի հետ։ Ինչպես վերասովորել, եթե ամբողջ կյանքում քնել եք մեջքի վրա։ Առաջին միջոցը ծնկների արանքում բարձ դնելն է։ Կողքի վրա դա կայունացնում է դիրքը եւ դարձնում այն ավելի հարմարավետ։ Դուք ավելի քիչ եք շրջվում դեպի մեջքը քնած ժամանակ։ Երկրորդ միջոցը թենիսի գնդակի մեթոդն է։ Ամրացրեք գնդակը գիշերազգեստի մեջքին, կարեք գրպանի մեջ կամ կապեք։ Երբ փորձեք շրջվել, գնդակը կճանշի եւ դուք ենթագիտակցորեն կվերադառնաք կողքի վրա։ 2-3 շաբաթվա ընթացքում մարմինը սովորում է։ Երրորդ միջոցը թեք բարձն է։ Եթե կողքի վրա քնել ընդհանրապես չի ստացվում, բարձրացրեք մահճակալի գլխամասը 15-20 աստիճանով։ Իդեալական չէ, բայց ավելի լավ է, քան հորիզոնական մեջքի վրա պարկելը։ Քնի վտանգավոր դիրքերի մասին ես մանրամասն պատմել եմ գիշերային ինսուլտի մասին տեսանյութում։ Հղումը հիմա կհայտնվի հուշման տակ եւ ես կթողնեմ նկարագրության մեջ։ Անպայման դիտեք այն, իսկ հիմա մեզ այլ բան է կարևոր։ Դուք պարկել եք կողքի։ Շնչառությունն ազատ է, բայց սենյակը, որտեղ դուք քնում եք, նրա ջերմաստիճանը, լույսը, օդը կարող են իջիկ դարձնել այն ամենը, ինչ դուք ճիշտ եք արել։ Դուք ամեն ինչ ճիշտ եք արել։ Ժամանակին ընտրել եք, սահմանափակել եք ջուրը, պարկել եք կողքի, բայց սենյակը, որտեղ քնում եք, կարող է ոչնչացնել ձեր բոլոր ջանքերը մեկ գիշերվա ընթացքում։ Սկսենք ջերմաստիճանից։ Շատերը սիրում են քնել տաքության մեջ։ Փակ պատուհաններ, ջեռուցիչ, վերմակ-վերմակի վրայից դա հարմարավետ է թվում։ Իրականում վտանգավոր է։ Երբ սենյակում շոկ է, դուք քրտնում եք, անգամ եթե դա չեք նկատում։ Գիշերվա ընթացքում մարմինը կորցնում է մինչև կես լիտր հեղուկ, իսկ հեղուկի հետ հեռանում են նաև էլեկտրոլիտները։ Արյունը թանձրանում է, այն ավելի դանդաղ է հոսում անոթներով, եւ թրոմբոցիտներն ավելի հեշտությամբ են կպչում իրար։ 1995 թվականի հետազոտությունը չափել է, թե ինչպես է փոխվում արյան մածուցիկությունն օրվա ընթացքում։ Պարզվել է, որ հեմատոկրիտը, այսինքն արյան խտության ցուցանիշը, առավոտյան միջինում 4.2%-ով ավելի բարձր է, քան երեկոյան, եւ սա նորմալ է։ Բայց շոկ սենյակում, երբ դուք հեղուկ եք կորցնում քրտինքի միջոցով, այս թիվն ավելի է աճում։ Առավոտյան արյունը թանձր է, եթե անոթներում որևէ տեղ կա նեղացում, հենց այս պահին կարող է թրոմբ առաջանալ։ Քնելու համար օպտիմալ ջերմաստիճանը 18-20 աստիճանն է։ Ցուրտ է թվում, ծածկվեք վերմակով, հագեք գուլպաներ, բայց օդը պետք է հով լինի, սա հարմարավետության մասին չէ, սա առավոտյան 4-ի արյան մածուցիկության մասին է։ Օդափոխեք սենյակը քնելուց 30 րոպե առաջ, եթե հնարավոր է քնեք կիսաբաց պատուհանով։ Այժմ ամփոփենք այն պատկերը, որին մենք գնում էինք առաջին մասից։ Ինչու է հենց գիշերը սիրտը խոցելի։ Մարմինն ապրում է ժամացույցով, եւ սա փոխաբերություն չէ, այլ կենսաքիմիա։ Յուրաքանչյուր գործընթաց ենթարկվում է ցիրկադային ռիթմին, եւ սրտանոթային համակարգը բացառություն չէ։ Առավոտյան 2-ի եւ 6-ի միջև տեղի է ունենում հետեւյալը։ Ճնշումը, որն ամբողջ գիշեր ցածր էր, սկսում է բարձրանալ։ Սա նախապատրաստում է արթնանալուն։ Կորտիզոլը, ստրեսի հորմոնը, աճում է։ Այն անհրաժեշտ է, որպեսզի դուք արթնանաք առույգ, բայց այն նաև նեղացնում է անոթները։ Առավոտյան 6:30-ին իր գագաթնակետն է հասնում սպիտակուցինը, որը կոչվում է պլազմինոգենի ակտիվատրի ինհիբիտոր։ 2003 թվականի հետազոտությունը հաստատել է, թե նրա մակարդակն առավելագույնն է հենց առավոտյան ժամերին։ Այս սպիտակուցի աշխատանքը ճնշում է թրոմբների լուծարումը։ Այս ժամանակ արյունն առավելագույնս հակված է մակարդման։ Թրոմբոցիտները դառնում են կպչուն եւ ավելի հեշտությամբ են միանում միմյանց ու անոթների պատերին։ Ահա թե ինչու ինֆարկտների գագաթնակետը բաժին է ընկնում առավոտյան 6:00-ից մինչև կեսօր ընկած ժամանակահատվածին։ Ոչ թե որովհետև մարդիկ նյարդայնանում են, այլ որովհետև արյունն այդ ժամանակ ավելի վտանգավոր է, ավելի թանձր, ավելի հակված թրոմբների առաջացման եւ պակաս ունակ է լուծել թրոմբը, եթե այն ձևավորվել է։ Հիմա ավելացրեք այն ամենը, ինչի մասին մենք խոսեցինք։ Ուշ ընթրիք, արյունն ավելի է թանձրավում։ Ալկոհոլ, սիրտն ավելի արագ է բաբախում, մագնեզիումը դուրս է լվացվում։ Շոկ սենյակ, հեղուկի եւ էլեկտրոլիտների կորուստ։
քուն մեջքի վրա, պակաս թթվածին։ Յուրաքանչյուր գործոն բարձրացնում է ռիսկը։ Միասին դրանք ստեղծում են կատարյալ փոթորիկ։ Եվ ևս մեկ գործոն՝ լույսը։ Դուք պարկած եք, քուն չկա, վերցնում եք հեռախոսը հաղորդագրություն ստուգելու, լրահոսը թերթելու համար։ Էկրանը լուսավորում է դեմքը։ Սա անվնաս է թվում։ Իրականում դուք կոտրում եք գիշերային վերականգնման մեխանիզմը։ Էկրանների կապույտ լույսը ճնշում է մելատոնինը, իսկ մելատոնինը պարզապես քնի հորմոն չէ։ Դա ազդանշան է ամբողջ մարմնի համար, որ եկել է գիշերը եւ ժամանակն է վերականգնվելու։ Սիրտը դանդաղում է, ճնշումն ընկնում է, անոթները թուլանում են։ Սա կոչվում է գիշերային դիփ, քնի ընթացքում ճնշման նորմալ նվազում։ Երբ մելատոնինը ճնշված է, դիփ չկա, ճնշումը մնում է բարձր, զարկերակը չի նվազում, սիրտը չի հանգստանում։ 2014 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր քնելուց առաջ պլանշետ են կարդացել, ունեցել են մելատոնինի իջած մակարդակ, քնի ավելի վատ որակ եւ առավոտյան իրենց զգացել են պակաս հանգստացած։ Մեկ այլ 2017 թվականի հետազոտությունը կապել է գիշերային լույսի ազդեցությունը սրտի կծկումների հաճախականության բարձրացման, սրտի եւ նյութափոխանակության հիվանդությունների ռիսկի հետ։ Ինչ անել։ Քնելուց 60 րոպե առաջ հեռացնել էկրանները։ Եթե դա անհնար է, միացրեք գիշերային ռեժիմը, որը վերացնում է կապույտ սպեկտրը, բայց ավելի լավ է լիովին հեռացնել։ Գիրք կարդալ, զրուցել, լռության մեջ լինել, ննձասենյակում ոչ մի լուսադիոդ չպետք է լինի։ Փակեք լիցավորվողների լուսադիոդները, կախեք հաստ վարագուններ։ Փողոցի լամպերը, հեռուստացույցի ցույցիչը, ռոուտերի լույսը, այս ամենը խանգարում է մելատոնինին։ Ջերմաստիճանը 18-ից 20 աստիճան, օդը թարքման, լույս ընդհանրապես չպետք է լինի, էկրաններ անջատված են 1 ժամ առաջ, սա գեղագիտություն չէ։ Այս սպիտակուցի աշխատանքը ճնշում է թրոմբների լուծարումը։ Այս ժամանակ արյունն առավելագույնս հակված է մակարդման։ Թրոմբոցիտները դառնում են կպչուն եւ ավելի հեշտությամբ են միանում միմյանց ու անոթների պատերին։ Ահա թե ինչու ինֆարկտների գագաթնակետը բաժին է ընկնում առավոտյան 6-ից մինչև կեսօր ընկած ժամանակահատվածին։ Ոչ թե որովհետև մարդիկ նյարդայնանում են, այլ որովհետև արյունն այդ ժամանակ ավելի վտանգավոր է, ավելի թանձր, ավելի հակված թրոմբների առաջացման եւ պակաս ունակ է լուծել թրոմբը, եթե այն ձևավորվել է։ Հիմա ավելացրեք այն ամենը, ինչի մասին մենք խոսեցինք։ Ուշ ընթրիք, արյունն ավելի է թանձրանում, ալկոհոլ, սիրտը ավելի արագ է բաբախում, մագնեզիումը դուրս է լվացվում։ Շոկ սենյակ, հեղուկի եւ էլեկտրոլիտների կորուստ, քուն մեջքի վրա, պակաս թթվածին, յուրաքանչյուր գործոն բարձրացնում է ռիսկը։ Միասին դրանք ստեղծում են կատարյալ փոթորիկ։ Եվ ևս մեկ գործոն՝ լույսը։ Դուք պարկած եք, քուն չկա։ Վերցնում եք հեռախոսը հաղորդագրություն ստուգելու, լրահոսը թերթելու համար։ Էկրանը լուսավորում է դեմքը։ Սա անվնաս է թվում։ Իրականում դուք կոտրում եք գիշերային վերականգնման մեխանիզմը։ Էկրանների կապույտ լույսը ճնշում է մելատոնինը, իսկ մելատոնինը պարզապես քնի հորմոն չէ։ Դա ազդանշան է ամբողջ մարմնի համար, որ եկել է գիշերը եւ ժամանակն է վերականգնվելու։ Սիրտը դանդաղում է, ճնշումն ընկնում է, անոթները թուլանում են։ Սա կոչվում է գիշերային դիփ, քնի ընթացքում ճնշման նորմալ նվազում։ Երբ մելատոնինը ճնշված է, դիփ չկա, ճնշումը մնում է բարձր, զարկերակը չի նվազում, սիրտը չի հանգստանում։ 2014 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր քնելուց առաջ պլանշետ են կարդացել, ունեցել են մելատոնինի իջած մակարդակ, քնի ավելի վատ որակ եւ առավոտյան իրենց զգացել են պակաս հանգստացած։ Մեկ այլ 2017 թվականի հետազոտությունը կապել է գիշերային լույսի ազդեցությունը սրտի կծկումների հաճախականության բարձրացման, սրտի եւ նյութափոխանակության հիվանդությունների ռիսկի հետ։ Ինչ անել։ Քնելուց 60 րոպե առաջ հեռացնել էկրանները։ Եթե դա անհնար է, միացրեք գիշերային ռեժիմը, որը վերացնում է կապույտ սպեկտրը։ Բայց ավելի լավ է լիովին հեռացնել։ Գիրք կարդալ, զրուցել, լռության մեջ լինել։ Ննձասենյակում ոչ մի լուսադիոդ չպետք է լինի։ Փակեք լիցաքարվորչի լուսադիոդները, կախեք հաստ վարագուններ, փողոցի լամպերը, հեռուստացույցի ցուցիչը, ռոութերի լույսը։ Այս ամենը խանգարում է մելատոնինին։ Ջերմաստիճանը 18-20 աստիճան, օդը թարֆեր, լույս ընդհանրապես չպետք է լինի։
Էկրաններն անջատված են 1 ժամ առաջ։ Սա գեղագիտություն չէ։ Սա նրա համար է, որպեսզի սիրտը ստանա այն գիշերային հանգիստը, որն իրեն հասնում է։ Բայց կա մի գործոն, որն աշխատում է ներսից։ Կարելի է ամեն ինչ ճիշտ անել դրսից՝ ուտելիք, ջուր, դիրք, ջերմաստիճան, լույս, եւ միևնույն է, հայտնվել ռիսկային խմբում, որովհետեւ սրտին չի բավականացնում այն, առանց որի նա չի կարող ռիթմ պահել։ Գիշերվա ժամը 3-ն է, դուք արթնանում եք ոտքի սուր ցավից, սրունքն այնպես է ձգել, որ ուզում եք գոռալ, բռնում եք ոտքը, փորձում եք ձգել եւ մի քանի րոպեից այն թողնում է։ Պարկում եք հետ մտածելով՝ գերհոգնածություն է, անհարմար էի պարկել, տարիքն է։ Իրականում մարմինն ազդանշան է ուղարկել, եւ նույն ազդանշանը պարզապես ավելի անաղմուկ, այն ուղարկում է սրտին։ Գիշերային ցնցումները մկանների հոգնածություն չեն, այլ էլեկտրոլիտների, հանքանյութերի դեֆիցիտ, որոնք անհրաժեշտ են ցանկացած մկանի, ներառյալ սրտի նորմալ կծկման համար։ Երկու էլեկտրոլիտներ կրիտիկական են սրտի ռիթմի համար՝ մագնեզիում եւ կալիում։ Առանց դրանց սիրտը չի կարող ճիշտ կծկվել, չի կարող պահել ռիթմը, չի կարող ժամանակին թուլանալ հարվածների միջև։ Սկսենք մագնեզիումից։ Մագնեզիումը մասնակցում է ավելի քան 600 ֆերմենտների աշխատանքին։ Այն անհրաժեշտ է նյարդային իմպուլսների փոխանցման, կծկումից հետո մկանների թուլացման, ռիթմի կայունացման համար։ Երբ մագնեզիումը քիչ է, մկանները չեն թուլանում, ինչից եւ առաջանում են ցնցումները։ Սիրտը չի պահում ռիթմը, ինչից էլ առաջանում են արիթմիաները։ 2021 թվականի հետազոտությունը համակարգել է մագնեզիումի եւ սրտանոթային հիվանդությունների կապի մասին տվյալները։ Եզրակացությունը հետևյալն է. մագնեզիումի դեֆիցիտը կապված է նախասրտերի ֆիբրիլյացիայի, փորոքային էքստրասիստոլաների եւ վտանգավոր արիթմիաների հետ, որոնց դեպքում փորոքները քաոսային են կծկվում եւ սիրտը դադարում է նորմալ արյուն մղել։ Մարդկանց մոտ 50%-ը բավականաչափ մագնեզիում չի ստանում սննդի հետ, յուրաքանչյուր երկրորդը, ընդ որում արյան ստանդարտ անալիզը հաճախ ցույց չի տալիս խնդիրը։ Մագնեզիումը հիմնականում գտնվում է բջիջների ներսում, այլ ոչ թե արյան մեջ։ Նորմալ անալիզն ու իրական դեֆիցիտը կարող են գոյություն ունենալ միաժամանակ։ Այժմ կալիումը։ Կալիումն աշխատում է նատրիումի հետ միասին։ Նրանք միասին ստեղծում են էլեկտրական իմպուլս, որը ստիպում է մկանին կծկվել։ Կալիումը քիչ է, մեխանիզմը խափանվում է, սիրտը բաբակում է չափազանց դանդաղ կամ չափազանց արագ, կամ էլ անկանոն։ Ցածր կալիումն արիթմիայի եւ սրտի կանգի ուղղակի ռիսկի գործոն է։ 2012 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ սրտային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ կալիումի ցածր մակարդակը մեծացրել է մահվան վտանգը 37%-ով։ Սրտամկանը չափազանց զգայուն է կալիումի մակարդակի նկատմամբ, հատկապես սրտի իշեմիկ հիվանդությամբ, աթերոսկլերոզով տառապող մարդկանց մոտ։ Նույնիսկ փոքր նվազումը կարող է կրիտիկական լինել։ Կալիումի դեֆիցիտը նույնպես լայնորեն տարածված է։ Մարդիկ շատ նատրիում են ուտում, աղ կա ամեն մի մթերքում եւ քիչ կալիում։ Հավասարակշռությունը խախտված է։ Նատրիումը պահում է ջուրը եւ բարձրացնում ճնշումը։ Կալիումը պետք է դուրս բերի ավելորդ նատրիումը, բայց այն չի բավականացնում։ Հիշեք, թե ինչի մասին էինք խոսում նախկինում՝ ալկոհոլը։ Դուք երեկոյան մի գավաթ խմեցիք։ Ալկոհոլը միզամուղ է։ Երիկամները դուրս են բերում հեղուկը։ Հեղուկի հետ հեռանում են նաև մագնեզիումն ու կալիումը։ Դուք մտածում էիք, թե թուլանում եք, բայց իրականում զրկում էիք սիրտը այն ամենից, ինչն անհրաժեշտ է կայուն աշխատանքի համար։ Շոկ սենյակ։ Քրտնում էիք քնած ժամանակ, քրտինքի հետ դուրս էին գալիս էլեկտրոլիտները։ Առավոտյան արյունը ոչ միայն ավելի թանձր է, այլև ավելի աղքատ է մագնեզիումով եւ կալիումով։ Միզամուղները։ Եթե դուք ընդունում եք միզամուղ միջոցներ ճնշման կամ այտուցների դեմ, իսկ դրանք ընդունում են միլիոնավոր մարդիկ, ապա դուք գտնվում եք առանձնահատուկ ռիսկի խմբում։ 2016 թվականի հետազոտությունը հաստատել է, որ թիազիդային միզամուղներ ընդունող մարդկանց ավելի քան 1 երարջն ունի մագնեզիումի դեֆիցիտ։ Իդեպ, մագնեզիումի դեֆիցիտը կարող է նաև վատթարացնել քնի ապնեն։ Ըմպանի մկաններն ավելի վատ են պահում տոնուսը, շնչուղիներն ավելի հեշտ են փակվում։ Ահա եւ կապը։ Ալկոհոլ երեկոյան, մագնեզիումի լվացում, անկայուն ռիթմ լուսադեմին, շոկ սենյակ, կալիումի կորուստ, սրտի էլեկտրական համակարգի խափանում, միզամուղներ առանց փոխհատուցման, խրոնիկ դեֆիցիտ, բարձրացած ռիսկ ամեն գիշեր։ Ինչ անել։ Առաջինը՝ սնունդը։ Մագնեզիում պարունակվում է դդմի սերմերի, սպանախի, նուշի, հնդկական ընկույզի, մուկ շոկոլադի, ավոկադոյի մեջ։ Կալիում ավոկադոյի, բանանի, կարտոֆիլի, լոբի, սպանախի, լաղմնի մեջ։ Սպանախն ու ավոկադոն կան երկու ցուցակներում էլ, դրանք ձեր դաշնակիցներն են։
Երկրորդ, եթե ընդունում եք միզամուղ միջոցներ, խոսեք բժշկի հետ մագնեզիումի հավելումների մասին, ոչ մի ինքնաբուժում։ Գիտակցված զրույց այն մասին, որ միզամուղները լվացում են մագնեզիումը եւ այն պետք է լրացնել։ Երրորդ, ուշադրություն դարձրեք ախտանիշներին՝ գիշերային ցնցումներ, մկանների պրկումներ, մարմնով փշաքաղումներ, սրտխփոց առանց պատճառի, հոգնածություն, որը չի անցնում քնից հետո։ Այս ամենը կարող է լինել մագնեզիումի կամ կալիումի դեֆիցիտի նշան։ Մի անտեսեք դա։ Չորրորդ, եթե որոշեք ընդունել հավելումներ, ընտրեք ճիշտ ձևերը։ Մագնեզիումի ցիտրատն ու գլիցինատն ավելի լավ են յուրացվում, քան օքսիդը, բայց մի գերազանցեք չափաբաժինները եւ մի սկսեք առանց բժշկի խորհրդատվության, հատկապես եթե կան երիկամների հետ կապված խնդիրներ։ Ճշգրիտ չափաբաժինը կընտրի մասնագետը։ Թրոմբների ձևավորման եւ այն մասին, թե ինչու են ոտքերն ամենավտանգավոր տեղը, ես մանրամասն պատմել եմ առանձին տեսանյութում։ Հղումը կհայտնվի հիմա, անպայման դիտեք այն։ Իսկ հիմա անցնենք նրան, ինչը թաքնված է աչքից։ Վիճակ, որն ունի 50-60 միլիոն մարդ, որը բարձրացնում է հանկարծամահության վտանգը 3-4 անգամ, եւ որի մասին նրանց 90%-ը չի կասկածում, որովհետեւ դա տեղի է ունենում մինչ նրանք քնած են։ Միայն Ամերիկայում 50-60 միլիոն մարդ ունի այս վիճակը, շրջապատող աշխարհում նույնպես տարածված է։ Այն մեծացնում է հանկարծակի սրտային մահվան վտանգը 300-400%-ով, կապված է ինսուլտների, ինֆարկտների, հիպերտոնիայի, արիթմիայի հետ, եւ մարդկանց 90%-ը, ովքեր այն ունեն, այդ մասին չգիտեն։ Դա քնի ապնոեն է։ Դուք քնում եք եւ մկանները թուլանում են։ Ինչ որ պահի ըմպանի փափուկ հյուսվածքներն այնքան են թուլանում, որ ամբողջությամբ փակում են շնչուղիները։ Օդը չի անցնում եւ դուք չեք շնչում։ 10 վայրկյան, 20, 30, երբեմն նույնիսկ 1 րոպե։ Արյան մեջ թթվածինն ընկնում է։ Ուղեղը տագնապի ազդանշան է ստանում։ Սիրտ ավելի արագ է բաբախում, փորձելով կոմպենսացնել։ Ճնշումը կտրուկ բարձրանում է, մարմինը ջղաձգային ներշնչում է անում։ Դուք կարող եք չարթնանալ, այլ պարզապես անցնել քնի մակերեսային փուլ։ Եվ ամեն ինչ կրկնվում է, տասնյակ անգամներ գիշերվա ընթացքում, երբևն հարյուրավոր։ Յուրաքանչյուր կանգ հարված է սրտանոթային համակարգին, թթվածնի անկում, ճնշման թռիչք, ստրեսի հորմոնների արտանեցում։ Նորից եւ նորից, ամեն գիշեր, տարիներ շարունակ։ Սիրտն աշխատում է վթարային ռեժիմով, երբ այն պետք է հանգստանա։ Սա հնչում է տագնապալի, բայց դա կարևոր է իմանալ։ Ապնոեն ենթակա է վերահսկողության, եւ առաջին քայլը հասկանալն է, արդյոք դուք ունեք այն։ Նայրի կլինիկայի 2013 թվականի հետազոտությունը, 15 տարվա դիտարկումներ, ավելի քան 10,000 մարդ։ Արդյունքը ապնոե ունեցող մարդկանց մոտ, որոնց թթվածինը գիշերն ընկել է 78%-ից ցածր, հանկարծակի սրտային մահվան վտանգն ավելի բարձր է եղել 80%-ով։ Ոչ թե 8, այլ հենց 80, եւ ահա թե ինչն է հատկապես կարևոր։ Սովորական մարդկանց մոտ սրտային մահերի գագաթնակետը բաժին է ընկնում առավոտյան 6-ից 12-ը, իսկ ապնոե ունեցող մարդկանց մոտ ամեն ինչ այլ է։ 2005 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ ապնոե ունեցող մարդկանց հանկարծակի սրտային մահերի 46%-ը տեղի է ունենում կեսգիշերից մինչև առավոտյան 6-ը, իսկ առանց ապնոեի մարդկանց մոտ այդ ժամանակ այն կազմում է 21%։ Ապնոեն շրջում է մահվան կենսաբանական ժամացույցը, գիշերը դարձնում վերականգնման, բայց եւ ամենավտանգավոր ժամանակաշրջան։ Մեծամասնությունը չգիտի, որ այն ունի։ Վատ են քնում, արթնանում են հոգնած, ցերեկը քնկոտ են, վերագրում են տարիքին, ստրեսին, աշխատանքին, իսկ գիշերները սիրտը պայքարում է գոյատևման համար։ Ինչպես հասկանալ արդյոք ունեք ապնոե։ Ահա 5 նշաններ։ Առաջինը խռմփոցն է, բարձր ընդմիջումներով։ Զուգընկերն ասում է, որ դուք խռմփացնում եք, հետո լռում եք, հետո նորից բարձր խռմփացնում եք։ Սա դասական պատկեր է։ Երկրորդը առավոտյան գլխացավերն են։ Արթնանում եք ծանր գլխով, 1-2 ժամից այն անցնում է։ Սա ուղեղի գիշերային թթվածնային քաղցի արդյունք է։ Երրորդը չորությունը բերանում առավոտյան։ Երբ շնչուղիները փակված են, մարդը շնչում է բերանով, իսկ բերանը չորանում է։ Եթե առավոտյան բերանում անապատի զգացողություն է, դա ազդանշան է։ Չորրորդը ցերեկային քնկոտություն բավարար քնի դեպքում։ Քնել եք 7-8-յամ, բայց ձեզ ջարդված եք զգում, որովհետև քունը ոչ թե հանգիստ էր, այլ պայքար յուրաքանչյուր ներշնչման համար։ 5-րդը զուգընկերը լսում է, որ դուք խեղդվում եք քնած ժամանակ, խրխռում եք, կլկլացնում եք, ջղաձգորեն ներշնչում եք, երբեմն արթնանում եք խեղդվելու զգացողությամբ։ Եթե համընկել են 5 նշաններից 3-ը, դա առիթ է դիմելու սոմնոլոգի։ Քնի ուսումնասիրություն այսօր կարելի է անել տանը, փոքրիկ սարք, 1 գիշեր եւ ամբողջական պատկեր։ Ովքեր են ռիսկի խմբում։
Ավելորդ քաշ ունեցող մարդիկ, պարանոցի ճարպը նեղացնում է շնչուղիները։ 2004 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ քաշի յուրաքանչյուր 10% աճը մեծացնում է ապնոեի ծանրությունը 32%-ով։ Տղամարդիկ 2-3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք, 50-ից բարձր մարդիկ, քանի որ ըմփանի մկանները կորցնում են տոնուսը։ Այն մարդիկ, ովքեր ալկոհոլ են խմում քնելուց առաջ, այն էլ ավելի է թուլացնում մկանները։ Ինչ անել մինչ բժշկին այցելելը։ Դադարել քնել մեջքի վրա։ Կողքի դիրքը շատերի մոտ նվազեցնում է շնչառության կանգերի քանակը։ Երեկոյան ամբողջությամբ հանել ալկոհոլը, նույնիսկ մեկ գավաթը վատթարացնում է իրավիճակը։ Նվազեցնել քաշը, եթե կա ավելորդը։ Անգամ 5-10%-ը զգալիորեն թեթևացնում է ապնոեն։ Եթե ապնոեն հաստատվի, բժիշկը կարող է նշանակել CPAP թերապիա։ Դա ապարատ է, որը ճնշում է ստեղծում շնչուղիներում և թույլ չի տալիս դրանց փակվել։ Հնչում է անհարմար, բայց այն աշխատում է։ 2016 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ CPAP-ի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային իրադարձությունների վտանգը ծանր ապնոե ունեցող մարդկանց մոտ։ Նրանք, ովքեր սովորում են դրան, ասում են, տարիների ընթացքում առաջին անգամ արթնացա հանգստացած։ Ապնոեն պարզապես խռմփոց չէ, դա վիճակ է, որն ամեն գիշեր սրտի համար ստրես թեստ է կազմակերպում։ 5 նշաններից 3-ի առկայության դեպքում մի հետաձգեք։ Հիմա մի գործոնի մասին, որն առաջին հայացքից կապված չէ սրտի հետ, բայց ազդում է ամեն ինչի վրա։ Ճնշում, հորմոններ, արյան մակարծելիություն։ Այդ գործոնը ժամանակն է, ավելի ճիշտ ժամանակը, երբ դուք պառկում եք քնելու և արթնանում եք։ Եվ մեկ կորցրած ժամը կարող է արժենալ կյանք։ 1 ժամ, 60 րոպե։ Ինչ կարող է փոխել 1 ժամը։ Ամեն գարուն ժամացույցները տեղափոխում են ամառային ժամանակի։ Մարդիկ կորցնում են 1 ժամ քուն, ընդամենը 1։ Հաջորդ 3-4 օրվա ընթացքում ինֆարկտների քանակն աճում է 24%-ով։ Սա ենթադրություն չէ։ 2014 թվականի հետազոտությունը վերլուծել է տվյալներ 4 տարվա ընթացքում։ Ժամացույցներն առաջ տալուց հետո առաջին երկուշաբթի օրը 24%-ով ավելի շատ ինֆարկտներ են լինում, քան սովորական երկուշաբթի օրը։ Աշնանը ժամացույցները հետ են տալիս, մարդիկ ստանում են լրացուցիչ 1 ժամ։ Ինֆարկտների քանակն ընկնում է 21%-ով։ 1 ժամ, տարբերություն կյանքի և մահվան միջև։ Սա ցույց է տալիս, թե որքանով է սիրտը կախված ռիթմից, կանոնավորությունից, այն ժամանակից, երբ դուք պառկում եք քնելու և արթնանում եք։ Ցիրկադյան ռիթմերը փոխաբերություն չեն։ Կենսաբանական ժամացույցը կառավարում է մարմնի յուրաքանչյուր գործընթաց։ Ճնշումը հետևում է օրական ցիկլին, ընկնում է գիշերը, բարձրանում առավոտյան։ Հորմոններն արտազատվում են ըստ գրաֆիկի՝ մելատոնինը երեկոյան, կորտիզոլը առավոտյան։ Արյան մակարծելիությունը փոխվում է, առավելագույնն է առավոտյան, նվազագույնը երեկոյան։ Երբ դուք խախտում եք ռիթմը, ուշ եք պառկում, վաղ եք արթնանում, հանգստյան օրերին քնում եք մինչև կեսօր, դուք կոտրում եք համակարգը։ Մարմինը չի հասկանում ինչ ժամանակ է հիմա։ Հորմոններն արտազատվում են ոչ այն ժամանակ, երբ պետք է։ Ճնշումը գիշերը չի իջնում։ Սիրտը աշխատում է մշտական խափանման ռեժիմով, կարծես ամեն շաբաթ Երևանից թռչեք մի հեռավոր արտերկիր, փոխելով ժամային գոտիները։ Կա նույնիսկ հատուկ տերմին՝ սոցիալական ջետ-լագ։ Այն ներմուծել է գերմանացի քրոնոկենսաբան Տիգրան Ռոնեբերգյանը 2006 թվականին։ Դա այն տարբերությունն է, երբ դուք քնում եք աշխատանքային օրերին և երբ քնում եք հանգստյան օրերին։ Աշխատանքային օրերին վեր եք կենում 7-ին, հանգստյան օրերին 11-ին։ Սոցիալական ջետ-լագը կազմում է 4 ժամ, դա նույնն է, ինչ ամեն շաբաթ Երևանից թռչել հեռու մի երկիր և վերադառնալ։ Մարմինը չի հասցնում հարմարվել։ 2017 թվականի հետազոտությունն ուսումնասիրել է սոցիալական ջետ-լագի կապը սրտի հիվանդությունների հետ։ Արդյունքը հետևյալն է. Սոցիալական ջետ-լագի յուրաքանչյուր ժամը մեծացնում էր սրտանոթային խնդիրների վտանգը 11%-ով։ Բարձր սոցիալական ջետ-լագ ունեցող մարդիկ ունեին բարձր ճնշում, մարմնի զանգվածի ավելի մեծ ինդեքս, շաքարի ավելի վատ ցուցանիշներ։ Ոչ թե որովհետև ավելի քիչ էին քնում, նրանք կարող էին քնել նույնքան ժամ, այլ որովհետև քնում էին անկանոն։
Եվս մեկ թիվ 2019 թվականի հետազոտությունից։ Գիտնականները 5 տարի հետևել են գրեթե 2000 մարդու։ Այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով քնել են 6 ժամից պակաս, ունեցել են պսակային զարկերակներում աթերոսկլերոտիկ վահանիկների կուտակման ռիսկ, որը 200%-ով ավելի բարձր է եղել։ Նրանք, ովքեր քնել են հատվածաբար, այսինքն գիշերվա ընթացքում արթնացել են մի քանի անգամ, ունեցել են ել ավելի բարձր ռիսկ։ Եվ սա պարզապես հոգնածություն չէ, ոչ էլ աչքերի տակի պարկեր են։ Սա կալցիում եւ խոլեստերին է, որոնք կուտակվում են զարկերակներում, մինչ դուք խնայում եք քնի վրա։ Անքնության յուրաքանչյուր գիշեր ներդրում է աթերոսկլերոզի զարգացման մեջ, որը մի օր իր մասին զգացնել կտա։ Կա մի ասպեկտ, որի մասին քչերը գիտեն։ Այն վերաբերում է նրանց, ովքեր ընդունում են ճնշման դեմ դեղամիջոցներ։ Մեծամասնությունը դեղահաբերն ընդունում է առավոտյան։ Ավելի հարմար է, սովորական է եւ այդպես են նշանակում բժիշկները։ Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ մարդկանց մոտ երեկոյան ընդունումն ավելի լավ արդյունք է տալիս։ Սա կոչվում է քրոնոթերապիա, այսինքն ընդունման ժամանակի ընտրություն բիոլոգիական ռիթմերին համապատասխան։ Հիշում եք գիշերային դիպ, այսինքն քնի ժամանակ ճնշման նվազումը։ Որոշ մարդկանց մոտ այն չկա։ Ճնշումը գիշերը նույնն է, ինչ ցերեկը։ Սա կոչվում է ճնշման գիշերային իջեցման բացակայություն եւ հանդիսանում է ինֆարկտի ու ինսուլտի անկախ ռիսկի գործոն։ Սիրտը դադար չի ստանում։ 2019 թվականի խոշոր հետազոտությունը դիտարկել է 19000 մարդու 6 տարվա ընթացքում։ Ըստ արկա տվյալների, նրանք, ովքեր քնելուց առաջ ընդունել են ճնշման դեմ գոնե մեկ դեղամիջոց, ունեցել են սրտանոթային իրադարձությունների, ինֆարկտների, ինսուլտների, սրտային անբավարարության 45%-ով ավելի ցածր վտանգ։ Չեմ կոչանում ինքնուրույն տեղափոխել դեղի ընդունումը։ Այդ որոշումը պետք է կայացնել բժշկի հետ, բայց եթե դուք ընդունում եք ճնշման դեմ դեղեր, իմաստ ունի հարցնել, արդյոք ինձ համապատասխանում է երեկոյան ընդունումը։ Այդ զրույցը կարող է փոխել իրավիճակը։ Հիմա հավաքեմ այն ամենը, ինչ դուք իմացաք։ Դուք գիտեք, որ ուշ սնունդը ստիպում է սրտին գիշերը աշխատել հանգստանալու փոխարեն։ Գիտեք, որ քնելուց առաջ շատ ջուր խմելը հանգեցնում է գիշերային վերկացերի, իսկ կտրուկ վերկացը հարված է անոթներին։ Գիտեք, որ ալկոհոլը երեկոյան նշանակում է սրտի 3000 ավելորդ հարված եւ էլեկտրոլիտների կորուստ։ Դուք գիտեք, որ մեջքի վրա դիրքը փակում է շնչուղիները։ Գիտեք, որ շոկ սենյակը թանձրացնում է արյունը, իսկ կապույտ լույսը կոտրում է գիշերային վերականգնումը։ Գիտեք, որ մագնեզիումն ու կալիումը էլեկտրականություն են սրտի համար։ Դուք գիտեք, որ ապնոեն թաքնված խնդիր է, որը մեծացնում է մահվան վտանգը կեսգիշերից մինչև առավոտյան 6:00 ընկած ժամանակահատվածում։ Գիտեք այն նշանները, որոնցով կարելի է կասկածել, որ այն ունեք։ Գիտեք, որ անկանոն քունը աթերոսկլերոզի զարգացմանը նպաստող ռիսկի գործոն է, որ կորցրած 1 ժամը կարող է արժենալ կյանք, որ դեղերի ընդունման ժամանակը կարող է ավելի կարևոր լինել, քան հենց դեղերը։ Սա շատ է, ժամանակն է այն համակարգելու։ Դուք շատ տեղեկատվություն ստացաք, եւ հիմա ես այն կհամակարգեմ մի համակարգի մեջ, որը կարելի է կիրառել այսօր երեկոյան։ Կոնկրետ գործողություններ, կոնկրետ ժամանակ, կոնկրետ հաջորդականություն։ Սկսենք առավոտից։ Արթնացաք։ Առաջին կանոնը՝ չթռչել տեղից։ Սա ամենահաճախակի սխալն է։ Զարթուցիչ, ոտքերը հատակին, վազեց։ Յուրաքանչյուր նման առավոտ հարված է անոթներին։ Դրա փոխարեն բացեք ձեր աչքերը եւ պառկեք 10 վայրկյան։ Դանդաղ նստեք եւ նստած մնացեք առնվազն 30 վայրկյան։ Թույլ տվեք արյանը վերաբաշխվել, ճնշմանը հարմարվել, սրտին սահուն արագանալ։ Միայն հետո դանդաղ վեր կացեք։ Եթե կա բռնվելու տեղ, բռնվեք։ Երկրորդը 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմեք։ Արյունը գիշերվա ընթացքում դարձել է ավելի թանձր։ Հեմոտոկրիտն աճել է։ Ուստի արթնանալուց անմիջապես հետո 1 բաժակ ջուրը ջրիկացնում է արյունը ամենավտանգավոր ժամանակաշրջանից առաջ։ Ոչ թե սուրճ, այլ նախ ջուր։ Սուրճը 30 րոպե անց։ Կոֆեինը նեղացնում է անոթները եւ բարձրացնում ճնշումը։ Առավոտյան ճնշումն առանց այն էլ բարձրանում է։ Կորտիզոլը գագաթնակետին է։ Միանգամից սուրճ ավելացնել նշանակում է ուժեղացնել ծանրաբեռնվածությունը։ Նախ ջուր, հետո սպասում ենք, հետո սուրճ։ Եթե ճնշման դեմ դեղամիջոց ընդունում եք առավոտյան, ընդունեք ինչպես միշտ, բայց հիշեք այս հարցը բժշկի համար։ Արդյոք ինձ համապատասխանում է երեկոյան ընդունումը։
ոչ հրատապ, ոչ ինքնաբուժություն, պարզապես զրույց հաջորդ հնարավորության դեպքում։ Ցերեկ, գլխավոր խնդիրը խոնավացումն ու էլեկտրոլիտներն են։ Ջրի հիմնական ծավալը պետք է խմել մինչև երեկոյան 7-ը, ոչ թե միանգամից, այլ հավասարաչափ։ 1 բաժակ առավոտյան, օրվա մեջտեղում, ճաշից հետո դեպի երեկո։ 7-ին նորման կատարված է։ Սնունդ, շեշտադրված մագնեզիումի և կալիումի վրա։ Նախաճաշին մի բուռ դդմի սերմ կամ նուշ, ճաշին սպանախ, ավոկադո կամ երկուսը միասին, ընթրիքին կարտոֆիլ, լոբի, ձուկ։ Սա դիետա չէ, այլ այն ամենի նպատակաուղված լրացում, ինչ անհրաժեշտ է սրտին։ Բանանը լավ է, բայց ոչ միայն այն։ Մեկ բանանը պարունակում է մոտ 400 միլիգրամ կալիում, օրական նորման 3500 է, ուստի անհրաժեշտ է բազմազանություն։ Ֆիզիկական ակտիվություն, այո, բայց ոչ ուշ, քան քնելուց 3 ժամ առաջ։ Շարժումը բարձրացնում է ճնշումը և զարկերակը, մարմնին ժամանակ է պետք հանգստանալու համար։ Սպորտ 9-ին, քուն 11-ին նշանակում է պարկում եք բարձր զարկերակով։ Երեկո, նախապատրաստություն գիշերվան։ Քնելուց 3-4 ժամ առաջ վերջին սնունդ, պարկում եք 11-ին, ընթրիքը 7-ին, կեսգիշերին պարկելու դեպքում ընթրիքը 8-ին, և ընթրիքը պետք է լինի թեթև։ Յուղոտը երկար է մարսվում և թանձրացնում է արյունը, աղը բարձրացնում է ճնշումը, քաղցրն առաջացնում է ինսուլինի թռչիք։ Ավելի լավ է ուտել բանջարեղեն, ոչ յուղոտ սպիտակուց, բարդ ածխաջրեր, ձուկ աղցանով, հավ բանջարեղենով, ձվածեղ սպանախով։ Ալկոհոլը կամ հանում եք ընդհանրապես, կամ առնվազն 4 ժամ քնելուց առաջ։ Պարկում եք 11-ին, վերջին գավաթը ոչ ուշ, քան 7-ին, և հիշեք, որ յուրաքանչյուր գավաթի դիմաց պետք է խմել 1 բաժակ ջուր փոխհատուցման համար, բայց նույնպես մինչև 7-ը, այլ ոչ թե քնելուց առաջ։ Քնելուց 60 րոպե առաջ հեռացնում եք էկրանները, թեռախոս, պլանշետ, համակարգիչ, հեռուստացույց։ Եթե ընդհանրապես անհնար է, գոնե միացրեք գիշերային ռեժիմը, բայց ավելի լավ է լիովին հեռացնել։ Ինչով փոխարինել էկրանները։ Կարելի է գիրք կարդալ, զրուցել հարազատների հետ, լսել հանգիստ երաժշտություն, անել թեթև ձգումներ կամ շնչառական վարժություններ։ Ամեն ինչ, ինչը հանգստացնում է, այլ ոչ թե գրգռում նյարդային համակարգը։ Քնելուց 30 րոպե առաջ օդափոխեք սենյակը։ Ջերմաստիճանը պետք է լինի 18-20 աստիճան։ Հով։ Եթե անհարմար է, ավելի տաք ծածկվեք, բայց օդը պետք է հով լինի։ Ստուգեք լույսը, փակեք լիցքավորիչների և սարքերի լուսադիոդները։ Կախեք հաստ վարագույրնիշ, փողոցից ոչ մի լույս չպետք է գա, մթությունը պետք է լինի լիակատար։ Պարկեք կողքի, ոչ մեջքի վրա։ Եթե սովոր եք մեջքի վրա, դրեք բարձ ծնկների արանքում կամ ամրացրեք թենիսի գնդակ գիշերազգեստի մեջքին։ Մարմինն արագ է սովորում։ Եթե գիշերն արթնացել եք, հիշեք 30 վայրկյանի կանոնը։ Չթռչել, նստել, սպասել, դանդաղ ոտքի կանգնել։ Իսկ լույսը մեղմ, ոչ վառ։ Գործն արեցիք, վերադարձաք անկողին, կողքի վրա։ Սա գործողությունների կարգն է։ Իսկ հիմա ինչպես դա ներդնել։ Ամեն ինչ միանգամից մի արեք։ Ամեն ինչ միաժամանակ փոխելու փորձը դեպի տապալում տանող ճանապարհ է։ 3 օրից կմոռանաք կեսը, 1 շաբաթից կթողնեք։ Պետք է աստիճանաբար անել։ Առաջին շաբաթ միայն սնունդ և ջուր։ Ընթրիքը քնելուց 3-4 ժամ առաջ։ Ջրի հիմնական ծավալը մինչև երեկոյան 7-ը։ Մնացածը դեռ հին ձևով։ Սովորեք։ Երկրորդ շաբաթ։ Ավելացնում եք դիրքը և ջերմաստիճանը, պարկել կողքի, օդափոխել սենյակը, հետևել աստիճաններին։ Իսկ սնունդն ու ջուրն արդեն ավտոմատ կերպով են արվում։ Երրորդ շաբաթ։ Ավելացնում եք լույսը և էկրանները։ Հեռախոսը հեռացնում եք քնելուց 1 ժամ առաջ, փակում եք լուսադիոդները, կախում եք հաստ վարագույրներ։ Այսպես 3 շերտ սովորություն։ Չորրորդ շաբաթ։ Ավելացնում եք էլեկտրոլիտները և հավասարեցնում քնի ժամանակը, դդմի սերմեր, սպանախ, ավոկադո, և ամեն օր պարկում եք միևնույն ժամին, +- 30 րոպե, ներառյալ հանգստյան օրերը։ 1 ամիս անց դուք կունենաք աշխատող համակարգ, ոչ թե իդեալական, այլ աշխատող։ Ինչպես ստուգել, որ այն աշխատում է։ Սուբյեկտիվորեն դուք արթնանում եք հանգստացած, ավելի քիչ են գիշերային արթնացումները, ավելի քիչ առավոտյան գլխացավերը, ավելի քիչ ցերեկային քնկոտությունը։ Դա նշանակում է, որ սիրտը ստանում է գիշերային հանգիստ։ Օբյեկտիվորեն, եթե ուզում եք թվեր, հանձնեք անալիզներ սկսելուց առաջ և 2 ամիս անց։ Մագնեզիում, կալիում, արյան ընդհանուր անալիզ,
Լիպիդային պրոֆիլ։ Համեմատեք եւ շատերի մոտ ցուցանիշները բարելավվում են։ Եթե ունեք տոնոմետր, չափեք ճնշումն առավոտյան արթնանալուց անմիջապես հետո մինչև անկողնու վեր կենալը։ Գրանցեք եւ 1 ամիս անց համեմատեք։ Եթե առավոտյան ճնշումը նվազել է, ուրեմն համակարգն աշխատում է։ Ինչ անել, եթե 2 ամիս անց բարելավումներ չկան։ Դիմել բժշկի։ Դա տապալում չէ եւ ձեր մեղքը չէ։ Նշանակում է կա ինչ-որ բան, որը պահանջում է բժշկական միջամտություն։ Թաքնված ապնոե, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ կամ այլ բան։ Այս կանոնները պրոֆիլակտիկա են եւ աջակցություն, այլ ոչ թե բժշկությանը փոխարինող։ Առանձնապես, եթե դուք ձեզ ճանաչեցիք ապնոեի նշանների մեջ։ 5-ից 3-ը համընկել են անմիջապես բժշկի, ոչ թե 2 ամիս անց։ Խռմփոց դադարներով, առավոտյան գլխացավեր, բերանի չորություն, ցերեկային քնկոտություն, զուգընկերոջ վկայություն։ 5-ից 3-ը սպասել չի կարող։ Այս կանոնները ժամանակավոր դիետա չեն, ոչ էլ 30 օր մինչև առողջ քուն։ Սա ապրելակերպ է, այն թե ինչպես դուք կապրեք հետագայում, ամեն երեկո, ամեն գիշեր, ամեն առավոտ, որովհետև սիրտը աշխատում է մշտապես, եւ այն մշտական հոգատարության կարիք ունի, այլ ոչ թե կուրսերի։ Ես այս տեսանյութը նկարել եմ ոչ թե վախեցնելու համար։ Ես նկարել եմ այն, որովհետև չափազանց շատերն են այս տեղեկատվությունն իմանում չափազանց ուշ։ Առաջին ինֆարկտից հետո, ինսուլտից հետո, այն բանից հետո, երբ բժիշկն ասում է, բախտերդ բերեց, այս անգամ փրկվեցիք։ Իսկ ոմանք ընդհանրապես չեն իմանում, որովհետև նրանց համար չկար այս անգամ։ Սովորական երեկո, սովորական ընթրիք, սովորական քուն եւ առավոտ, որը չեկավ։ Նման դեպքերը հազվադեպ չեն։ Մարդիկ, ովքեր ամեն ինչ ճիշտ էին անում կամ կարծում էին, թե ճիշտ են անում, պարկում էին ժամանակին, չէին ծխում, իրենց առողջ էին համարում, իսկ հետո զանգ հարազատներին առավոտյան ժամը 4-ից կեսին։ Շտապօգնությունը եկավ, բայց արդեն ուշ էր։ Կան նաև այլ պատմություններ։ Մարդիկ, ովքեր ժամանակին իմացան, ովքեր փոխեցին մեկ սովորություն, հետո երկրորդը, սկսեցին քնել կողքի վրա, հեռացրին հեռախոսը քնելուց 1 ժամ առաջ, խոսեցին բժշկի հետ ապնոեի մասին։ Նրանք ողջ են, նրանք արթնանում են ամեն առավոտ, նրանք չգիտեն, որ կարող էին չարթնանալ, բայց նրանք արթնացան։ Առաջինների եւ երկրորդների միջև տարբերությունը գենետիկան չէ, անբախտությունը չէ, այլ տեղեկատվությունը եւ այն կիրառելու որոշումը։ Պատկերացրեք վաղվա առավոտը, դուք բացում եք աչքերդ, պատուհանից դուրս լուսանում է, լսվում են քաղաքի առաջին ձայները։ Դուք պառկած եք մի քանի վայրկյան, ոչ թե նրա համար, որ հիշում եք կանոնը, այլ որովհետև սովորել եք։ Դանդաղ նստում եք, վեր եք կենում, գնում եք խոհանոց, խմում եք ջուր, տեսնում եք ընտանիքին սեղանի շուրջ։ Սովորական առավոտ։ Դուք չեք մտածելու այն մասին, որ այս գիշերը կարող էր չլինել, որ ձեր սիրտն անցել է վտանգավոր ժամերի միջով, 2-ից մինչև առավոտյան 6-ը, եւ գլուխ է հանել, որ արյունը բավականաչափ ջրիկ էր, ճնշումը բավականաչափ ցածր, թթվածինը բավարար։ Դուք պարզապես կխմեք ձեր սուրճը եւ կմտածեք գործերի մասին։ Բայց այս առավոտը պատահականություն չէ։ Սա այն բանի արդյունքն է, ինչ դուք արեցիք 3 երեկոյան, նախանցյալ օրը եւ 1 շաբաթ առաջ։ Փոքրիկ որոշումներ, որոնք վերածվեցին համակարգի։ Համակարգ, որն աշխատում է մինչ դուք քնած եք։ Այդ մարդը դուք եք, ոչ թե երբևէ, այլ վաղը, եթե այսօր երեկոյան սկսեք։ Յուրաքանչյուր գործողություն, որի մասին մենք խոսեցինք, զոհաբերություն եւ սահմանափակում չէ։ Դա հոգատարություն է ձեր հանդեպ, սրտի հանդեպ, նրանց հանդեպ, ովքեր վաղն առավոտյան կարթնանան ձեր կողքին։ Դուք չեք վերահսկում ամեն ինչ։ Գենետիկան չեն ընտրում, տարիքը հնարավոր չէ կանգնեցնել։ Որոշ հիվանդություններ գալիս են անկախ այն բանից, թե ինչպես ենք մենք ապրում։ Բայց այն, ինչ կարող եք վերահսկել, վերահսկեք։ Ընթրիքը 4 ժամ առաջ, ջուրը մինչև 7-ը, վեր կենալ դանդաղ, պարկել կողքի, օդափոխել սենյակը, հեռացնել հեռախոսը, սա ձեր ձեռքերում է։ Փոքրիկ որոշումներ են, բայց դրանցից է կազմվում կարթնանաք արդյոք դուք վաղը։
Կարևոր է, այն ամենը, ինչ ես պատմեցի, դա հետազոտություններից ստացված տեղեկատվություն է։ Այն բժշկական առաջարկություն չէ, ախտորոշում չէ, նշանակում չէ։ Եթե կան ախտանիշներ, ցավ կրծքավանդակում, հեվոց, ուժեղ խրմփոց կանգերով, առավոտյան գլխացավեր, թմրածություն, դիմեք բժշկի։ Ոչ թե տեսանյութի, այլ բժշկի։ Հատկապես եթե դուք անցել եք 50-ը, հատկապես եթե կան ռիսկի գործոններ՝ շաքարախատ, հիպերտոնիա, ավելորդ քաշ, ծխել։ Այս տեսանյութը բժշկությանը փոխարինող չէ, այլ լրացում է։ Այն, ինչ դուք կարող եք անել ամեն օր, մինչ բժշկությունը զբաղվում է նրանով, ինչը պահանջում է բժշկություն։ Ես մի խնդրանք ունեմ, եթե այսօր երեկոյան փոխեք գոնե մեկ սովորություն, մեկնաբանություններում գրեք մեկ բառ՝ կանեմ։ Ոչ թե ինձ համար, այլ ձեզ համար, որպեսի պարտավորություն վերցնեք։ Որպեսի վաղը, երբ ալարկոտություն զգաք օդափոխելու համար կամ կցանկանաք ընտրել 10-ին, հիշեք, ես գրել եմ, կանեմ, ես խոստացել եմ ինձ։ Եթե տեսանյութն օգտակար էր, դրեք լայք, ոչ թե ինձ համար, այլ ալգորիթմի, որպեսի նա ցույց տասա նրանց, ում պետք է։ Մեկին, ով հենց հիմա ամեն գիշեր ռիսկի է դիմում, չիմանալով այդ մասին։ Մեկ լայքը շանս է, որ այդ մարդը կտեսնի եւ գուցե կարթնանա վաղը։ Բաժանորդագրվեք, եթե ցանկանում եք հետագայում նույնպես ստանալ նման տեղեկատվություն։ Արխիվում շատ թեմաներ կան, որոնք կարող են փոխել կյանքը։ Պահպանեք ձեզ, պահպանեք ձեր սիրտը, հատկապես գիշերը։